Ողջույն բոլորին, ինչպե՞ս եք։ Ուրեմն այստեղ բետոնի ծանում կտորից մի հատված կա, որ պետք է սարքվի։ Ես ուզում եմ այստեղ սենց սրանման սարքի, բայց վերևը նայեք, այս պատուհանը որ լինի, այնտեղ սենց այստեղ էլ է սարքելու, այնտեղ էլ է սարքելու։ Բետոն խնդրել էի, որ սենց չիպսեր բերի, բզբզանք։ Ես մտածում եմ մի հատ երևի մի տեսակ կբերի, 4 տեսակ բանա վերել։ Եվ իրանց երկուսի մեջ սենց սոուսներ կա, Վալենտինա, ու այստեղ անպակաս է առանց այս սոուսի, ոչ մի սնեք չես ուտում, ադիբուդի բան, տենց ինչ-որ ամեն ինչ, այս սոուսներով։ Մի քանի ֆիրմաներ կան, էսի Վալենտինայի է, տարբեր ֆիրմաներ կան, որ հենց սնեքների համար է կոնկրետ։ Իսպաներենով Մեքսիկա, իսպաներենով կոչվում է սալսա բոտաներա։ Բոտանա, այսինքն սենց չիպս մի բան սնեքներ, տենց սալսա բոտաներա, այսինքն բոտաներա այդ սնեքների սոուս։ Իմ ամանի մեջ տենց բան կանեմ, կուտեմ, բետոն իր համար կեսադիա է սարքել։ Բարև բոլորին, բետոն գնացել է շուկա մենակով, եկել է ու այստեղ տորտիա, ալյուրի տորտիա, խուրմա է ուզել, խուրմա է բերել, պեսկադո, այստեղ բանա ծուկա, սևիչե սարքենք, այսօր կսարքեմ երևի, այստեղ նախաճաշ է բերել, են կանանցից չիլե նեգրո, տենց սոուսով բան տենց, այստեղ կես, կարնե, մոլիդա կե? Carne molida. Աղացած մեսկլո դե պուերկո։ Խոզի աղացած միսա բերել, այստեղ համեմ, լիմոն, ավոկադո և պոպոք է ուզել։ Այսքանը։ Հիմա նախաճաշենք, իրիկոնվա կողմ կգնանք առերա։ Շատ բան չնենք առնելու։ Որ դուս գալու համար, որ պետք է միտեղ գնանք։ Այսինքն բետոն սենց ինքը մենակով դուրս եկել առերա, կոպել խանութ և այլն տենց մի քանի տեղերով, ես տանն եմ մնացել, այո, սպասել եմ իրան։ Այսօր մայիսի 4-ն է ու այսօր լրանում է 8-րդ տարին, որ մենք հանդիպել ենք առաջի անգամ օնլայն 3 տարի շփվելուց հետո բետոն եկավ Հայաստան ու մենք տենց հանդիպեցինք և նաև 7 տարի արդեն, որ մենք Մեքսիկայում ենք։ 7 años que estamos en México. Так что... 4 de mayo, ¿eh? 4 de mayo. 8 տարի անցավ, ինչ արագ անցնում ու բաներն էի նայում, նկարներն էի նայում ինստագրամի ու ինչերի մեջով ենք անցել են, որ հիշողություններ են մնացել, հետաքրքիր, չգիտեմ, այդ մեր անցած ուղին ու դեռ անցնում ենք ու յուրաքանչյուրի ընտանիքում, տենց նորմալ ընտանիքում, դա նորմալ է, որ տարբեր բաների միջով ենք անցնում ու հետաքրքիր էր սենց հետ գնալ Հայաստանում և որ Հայաստանում ենք երկու անգամ գնացել ենք Ռուսաստան, Մոսկվա, քանի որ Հայաստանում չկա դեսպանատուն, Մեքսիկայի դեսպանատուն, հայերը գնում են Մեքսիկա, հետո մեր Մեքսիկա գալը, ընդ էստեղի հաստատղտային հարցերը, հետո տարբեր ինչ-որ ճանապարհորդություններ հետաքրքիր, ինչքան որ հասցրել ենք Մեքսիկայում ու աստված առաջ էլի կհասցնենք և մեր տան շինարարությունը
ու այդպես լիքը բաներ։ Ամեն ինչ սենց են, որ ընթանում է իր հունով, այնպես ինչպես որ պետք է լինի։ Սենց չգիտեմ, այսօր ինչ-որ միտեղ Բետոն ինձ կհրավիրի, թե չէ, բայց ես գուցե իրան հրավիրեմ։ Վերև եմ բարձրացել, այս մեր սենյակում ենք, ուզում եմ ձեզ այստեղի նորությունները ցույց տամ։ Ուշադրություն մի դարձրեք իմ դեմքին, բար չգիտեմ։ Բետոն բաներ ուզում։ Okay, հիմա այս արդեն մեր սենյակն է, նայեք, կամաց ձևափոխվում է, և հեսա էկրանը թեքեմ, և ցույց տամ։ Ասեմ այստեղից Բետոն արդեն այստեղի կտուրը դրել է, նայեք ինքը ինչ-որ չափով սենց ձև է ստանում, այստեղ մեծ դուռ է լինելու, պատուհաններով, սենց ըստ կողքը սենց չի բացվելու, մեջտեղի երկու հատ դուռն է սենց բացվելու, ու սենց այս կտուրը դրել է, որ անձրևից, արևից պաշտպանի, այս մեկը ցույց եմ տվել արդեն, և այստեղ սենց սպիտակացնում է պատերը Բետոն, հատակը արդեն ցեմենտ արած է, հարթացրած է արդեն, նայեք սենց մի շարդ սենց թեթևի մեջ ցեմենտ է քսել, սենց հարթ արդեն ինքը, և հիմա այս պատերը անում է Բետոն, պատալոգը նույնպես առաստաղը, և արդեն կսկսենք հատակի այդ բանը առնել, սալիկները առնել, այդ ձև, այստեղ երկու տեղ խոսանք ենք ունենալը, մեկը այստեղ, մեկն էլ այստեղ, տենց, տենում եք ինչպես ենք տոնում մեր 8-րդ տարի, միասին կյանքի 8-րդ տարին, ոչինչ, 10 տարին շատ դավ կտոնենք, այստեղ մեր մոտ նորից բանանա դուրս գալի, նայեք այս, մոտիկացնեմ, ահա, նայեք սենց ես հատվածում, հետաքրքիր է այն է, որ, ինձ այդպես էին ասել, որ կտրած ծառից, այսինքն նայեք այստեղ էլ է կտրած ծառից էլ դուրս չի գալի ինքը, բայց փաստն մնում է փաստ, որ էսի կտրած հատվածից, այսինքն էսի մի անգամ արդեն պտուղ է տվել ես ճյուղը, ու մտածել են կամաց կտրենք, բայց ես որ Աստծո գործերն անքննելի են, հիմա ես կտրած ճյուղից նորից պտուղ է տվել, ու Բետոն նոր էդ եմ ասում, որ նայի հենց երկրորդ անգամ պտուղ է տալի ես մի տեղից, բայց մյուսները չորացել են, նայեք, այստեղ չորացած են երկուսը, հետաքրքիր է, լիքը պտուղ ունենք, պարզում եմ, մեջերն էլ կա ահագին, այսի ահագին սենց կախվելու է, ներքևից նկալվենք, որ արդեն սենց մեծ բան դառնամ, ոնց են ասում, նկարվենք իր հետ, այս բանանը ինքը սովորական բանան չի, այլ տապակելու է, այստեղ ասում են պլատանո մաչո, սենց բանան, որ տապակելու է, մաչոն ինքը արու է նշանակում, ու իրան կամ խաշում են, կամ տապակում են, հում չեն ուտում, բանջարեղենա, բա, ուրեմն մեկեր այսօր դե մայիս է արդեն, մայիսի վերջ, կեսրեր ինքս նորից գնալու են Արգենտինա, հետ են գնալու,
երկար ժամանակով չեն գալու, քանի որ այնտեղ ուզում են, որ կեսարից քաղաքացիություն տան։ Այնտեղ ավելի, չգիտեմ, լավ պայմաններ են առաջարկում կեսարից, դրա համար այնտեղի քաղաքացիություն էլ ուզում ունենա։ Տենց թոշակ կարա ստանա, լավ, բարձր թոշակ, ինչի չէ, որ ես եք ուզենամ օրինակ ասենք ստացվի գնամ Argentina. Si te gustaría ir a Argentina, te pasear, que viajamos a Argentina, paseamos en Argentina. ¿Te gustaría? Yor հնարավոր է կանք Արգենտինա, բայց իրանք ապրում են հեռու, ասենք բանի մոտ ավելի շատ իրանց դիկինասի քաղաքը խույ-խույ, այդպես է խոսում, խույ-խույ, ապա շատ բանին անեմ մոտիկ, ¿qué país era al lado de ellos? Bolivia. Sí. Más cerca de Bolivia. Mi band dursa-tali. Ok. Mi or կգնանք, բայց pero primero Armenia. Սկզբից Armenia. Ես սեվիչե եմ պատրաստում, այստեղ ունենք ձկան միս, մանրացված, ու իրա լիմոնի հյութի մեջ եմ սենց թողնում, և ինքը եվվելու է, սպիտականելու, ես իրա գույնը սպիտակ չեր, կարմիր էր, հիմա սենց պետքա սպիտակ լինի, սենց իսկան լայմ եմ լցրել, և հետո իրա վրա վլասնելու ենք սող, լոլիկ, համեմ կանաչի, հետո տենց թոստերով ուտելու ենք, բայց չգիտեմ, ես մի քիչ առաջ կերա, բետոն չուզեց, ինքը սեվիչե է ուզում, տեսնենք ես կուտեմ, թե չէ։ Ես նորից բարձացել եմ մեր կտուր, երկրորդ անգամ այստեղ գործ ենք անում, արևա, լավ արևա, ցերեկով ենք, և այստեղ պատրաստել եմ կապուչինո, այստեղ բետոն շնց բան ապրել, որ նստենք վրեն, և այստեղ թխված կաբլիցներ ունենք, և հիմա եսա կվայել ենք։ Արևա դեռ։ Ահա և սեվիչեն, ավելացրել եմ աղ, մի քիչ սև բիբար, ճիշտ ասած իրան օրեգանո էլ են ավելացնում, բայց ես չեմ ավելացրել։ Ստեղել ունենք մի քիչ հինացած ավոկադո, տենց, եսա բետոն գնաց թոստեր առնի, այդ սոուսներով ուտելու ենք, որ չիպսերի բանի վրա են լսնելով, չնայած ես չգիտեմ, դեռ ախորժակ չունեմ, սեվիչե ուտելու։ Ողջույն բոլորին, քիչ առաջ մազերս, նո ավճիշտ լողացել եմ, և քանի դեռ թաց ամազերս, ուզում եմ համ խնամ քանեմ, համ էլ ցույց տամ, քանի որ խնամ քեվիչոսները, քանի որ խնդրել էին, որ ցույց տամ։ Կարմրացությանը իմ դեմքին մի նայեք, քանի որ ես կարմրում եմ։ Ես շատ տաք ջրով եմ լողանում ու սենց մարմինը շատ սենց նուրբ է ու վռած կարմրում է։ Ուրեմն սկսեմ նրանից, որ երկու հատ պրոդուկտ է ես վերջերս գնել, բայց դուրս չեկավ, շամպուն է ցույց տամ, էսի, սենց շամպուն էր,
ինքը երևի տեսած կլինեք բլոգներում, որ առել էի, բայց ինքը իրականում լավ բաներ է ասում իր մեջ կա բիոտին, արգան յուղ, բայց իմ մազերը թեփոտացրեց, սկսեց թեփոտելը եւ մեկ էլ իր հետ սենց էսպիսի մասկա եմ գնել մազերի, իրականում ես իրան շատ եմ օգտագործել ու միշտ հավանել եմ, բայց չգիտեմ ճիշտն ասած Այս չնայած ես եթե մասկա եմ քսում, արմատներին չեմ քսում, այլ հենց սենց ընդհանուր իր երկարությանը հատ հենց արմատներից մի այսքան վերև նոր քսում եմ, բայց մազերս ահավոր թեփոտել էր։ Բայց սա հələ կփորձեմ, տեսնեմ սրանից էլ էր, թե չէ, ու իր տեքստուրան փոխվել է, ինչ-որ սենց դարձել է ավելի ինքը գուստոյ, ավելի սենց չգիտեմ, մի տեսակ ուրիշ գույն է դարձել, ինքը դեղնավուն գույն է։ Ես իրան սպիտակ երանգ եմ հիշում կամ կարող է մի ուրիշ տեսակ ա եղել, չգիտեմ, բայց սենց ոնց որ իրանք էլ իմ դուրը չի գալի ու այդ իսկ պատճառով որոշեցի շամպունը փոխել, որ իմ մազերին միշտ գալիս է սովորական այստեղի մեքսիկական, ինձ մտածում եմ մեքսիկական շամպուն է, քանի որ չգիտեմ, խոսքը, սենց շամպուն եմ օգտագործում, ինքը անաշխատ է Շոտակալի ու ինձ այս ձևի սենց կաթնային շամպուններն են մազերիս գալիս, իսկ թափանցիկ շամպունների մազերը չորացնում են, չգիտեմ ինչի, կապ չունի ինչ բրենդ է, ինչ անուն է, իմ մազերը էժանա թանկա, թափանցիկ շամպունները իմ մազերը չորացնում են։ Եվ քանի որ ես ծանոթ եմ նաև որորդ անգամ արդեն գնել եմ, իմ մազերի մասկը, ահա այս աշտահա Cool ֆիրմայի մազերի մասկան է, ես իրան նորից ցույց եմ տվել, ես վերջերս եմ գնել, և հեսա ես իրան օգտագործում, ուրեմն, ասենք դնեմ են կողմ, Ես այս կանաչ մասկան իրան օգտագործում եմ որպես ուղղակի մասկա մազերի համար լվանում եմ քնդիշների տեղ, նաև ես իրան օգտագործում եմ որպես լվանալուց հետո մասկա, որ փափկացնեմ եւ իրան ձև տամ։ Եմ քսում եւ հետո հյուսել եմ մազերս։ Բայց ես վերցնում եմ մի քիչ եւ իրան ցած տարածում եմ Կեսից հատ հենց լավ կլինի, որ մի քիչ ինքը մազերս բան է եղել, փաթաթաթր սրբիչով շատ է չորացել, բայց ճպճպալով պետք է հենց ինքը դրամար մեկ-մեկ սենց թռչում եմ ճպճպա մազերի, Okay. Ու հիմա ես իրան հյուսելու եմ, քանի որ իր շերտերը երկարել են ու սիրուն չի լինում, որ բան անեմ։ Սիրուն չի լինում, որ ինչ-որ գանգուր բան տամ, գանգուրի խնամք անեմ։ Ու բացի այդ գանգուրի համար իմ մոտ մնացել է ընդամենը ես որ առել էի սենց բան այս բանը անուն ինչա ինքը լիվին է հարդարվելու համար է, այսինքն ոնց որ առավոտ զարթնեմ ու ուզենամ թարմացնեմ, սա եմ անելու, քանի որ սա հենց տենց գանգուր խուճուճ մազերի համար է հենց կոնկրետ հատկացված։ Ես այստեղ գրած է Cabellos Rizados։ Եվ սա ուրեմն սպրեյ է ինքը ու սենց ոնց որ գիտեք շատ ջրիկ բան լինի, ոնց որ ինքը բան լինի, վերջանում է, բայց շատ լավն է ինքը, սպրեյ լինի ուղղակի։ Եվ այստեղ ունեմ գանգուր մազերի համար այս մուսը, որ հենց կոնկրետ հատկացված է, նայեք այստեղ գրած է նույնպես Pelo Rizado գանգուր մազեր։ Սա մեկ էլ շատ ժամանակ մազերին սենց գել եմ քսում, որ կոնկրետ ուզում եմ լավ ֆիքսացիա լինի, այս գելը ինքը բնական գել է, տենց չի այս սերմերի, չի
կտավատի սերմերից, հենց ինքը էժան սենց, բայց շատ լավն է, բայց շատ խիտ է, որ սենց խիտ ծանր գել է։ Սա և բայց հիմա սա եմ կսել է։ Սենց իրան ձև եմ տալի, սենց հապկասնում եմ ձեռներով բացում եմ իրան մազերս փոխրցում եմ իրարից առանձնացնել, հա չեմ սանդրում, քանի որ չենց կարամ սանդրեմ շատ զգուշությամբ, քանի որ ինքը վնասված է դեռ բանից հետո տենց ասել են որոշ ժամանակ թող հələ ուշքի գա, հետո նոր կսանդրես, բայց քանի որ ինքը խուճուճը որն է գանգուր մազերը սենց ալիքած է բան, իմաստ չունի սանդրելու եմ ու հյուսելու եմ, մի խոսքով, հիմա ես ասի իրան հեսա կհյուսեմ, բայց և որ ես օրինակ ասենք ուզում եմ հենց կոնկրետ գանգուր մազերի խնամք անել, ես իրան պետք է սենց ճզմեմ, սենց բաց թողեմ, հետո չորացնեմ ֆենով, այդ դիֆուզոր ֆենով, հետո, բայց քանի որ հիմա ես իրան հյուսելու եմ, ուղղակի ես պետք է առավոտ հելնելու եմ ու կարող եմ առավոտ բան անել, խնամք անել, ես ասացի ես Natura ֆիրմայի, հայրանք Natura ֆիրման են, խնամքի միջոցներով, կրեմով և ավելի ճիշտ ինքը ոնց որ սենց ֆիքսում է, հա, քո մազերը, գանգուր մազերը կամ խուճուճ կամ ինչ-որ ալիքաձև, այդ տեսքը պահում է ինքը, սա իմ մազերի խնամքները երևի այսքանը, հա մեկ էլ յուղեր ունեմ, ունեմ կոկոսի յուղ, մեկ որ չեմ մոռանում քսում եմ, մի խոսքով յուղեր ունեմ, արգանի յուղը, և հիմա ես սա իրեն բան կանեմ, կհյուսեմ, իսկ դեմքի համար Micellar ջուրը Garnier եմ օգտագործում և այստեղ ունեմ սենց բան, սենց սերում շճուկ, սա եմ օգտագործում, խնամքանես, հա մեկ էլ դեմքս լվանում եմ սրանով, սա վերջանալու վրա է, էլի Natura ֆիրմայի Chronos դեմքի լվացման օճառն է, և ես իրան սենց վերցնում եմ քշիվը խնամքը ու սա ինքը շատ լավն է, էսի, շատ թեթև անստան բան, մեկ էլ ես սենց խոնավաց նախ կրեմ ունեմ, դա եմ կսում, էլ ինչ, ես տեն շատ դեմքի խնամքի բաներ չունեմ, մի քանի բանը, որ այդքան ունեմ հերիք է ինչ, ավելի կարմրեցի, բայց կուզենամ մի քանի բան առնեմ, կուզենամ աչքերի տակի կրեմ առնեմ, աչքերը սենց հանգստացնող այդ շարիկը ինչ-որ բաներից, տենց, ավելի շատ մազերի ներքաստ է դեմքին, և սա եմ քսում, սա էլ քսելիս բան եմ անում, մասաժ եմ անում դեմքի, մասաժ թեթևի մեջ, ստարացում եմ իրան և սենց ձեռներով սենց մասաժ եմ անում, վերջ այսքանը, հետո եթե արդեն հերթահասնում է և որ պետք է դուրս գամ կամ և որ հավես եմ ունենում մակիաժ անելու դեկորատիվ կոսմետիկային, տենց, այսքանը, էլ ինչ ասեմ, էլ ինչ-որ, էլ բաներ, այսքանն է խնամքիս պարագաները, ճիշտ եմ հիշում, այո, վերջ, այսքանը հլը որ ինձ հերիք, վերջ,
Այսօր ուրեմն մենք ոչ միտեղ չկարողացանք դուրս գանք, քանի որ բետոն տունը սարքեց այդտեղ գործարանում տան վրա, հետո ինչ-որ գործեր ունենք, լվացք բան տենց, հետո էլ ինչ, հետո այդ ձուկը շարունակեցի սարքել բետոյի համար, գործել եմ մի քիչ այսօրվա մեջ, և արդեն վերջ օրը ժամը 10-ն արդեն գիշերը, այսա 9:40, այսա մազերս հյուսեմ, մի քիչ ցենց ինքը խոնավանան հյուսեմ մազերս, ուզում եմ շերտեր տամ, դեռ մտածում եմ, որ շերտեր տամ, որ այդ իրա ուռած գանգուր վիճակը, դա ծիքը գանգուր չի, հա, ինչ-որ ցենց խառախշտիկ բաներ սիրուն լինեն ավելի ցենց հյուսելիս էլ, որ բաց եմ թողնում, ցենց ավելի ցենց ուռած տեսք ունենամ, հələ որ չեմ ուզում արդուկեմ, քանի որ դեռ վնասված է, դեռ ես իրան վերականգնում եմ մասկաներով բան, եթե չեմ ալարում, քանի անգամ ասեցի չեմ ալարում, չգիտեմ խոսքով, տենց, ես իրան ուղղակի մատերով ցենց հարդարում եմ, առանձնացնում, բաժանում եմ զգուշությամբ և հյուսում եմ առավոտ, որ հյուսում եմ ինքը տենց անշարժ մնում է ու չի խառնվում ու առավոտը սիրուն տեսք է ունենում, սիրուն, տենց ես անեք ստեղ խճճված, վсё ժողովուրդ, ես սուրճ տնեմ բետոյի համար, իմ համար էլ չայ, արդեն կհանդիպենք մյուս հատվածում, լավ եղեք։